Միջազգային մամուլը եւ փորձագիտական շրջանակները շարունակում են անդրադառնալ Արցախյան հակամարտության սրմանը։ Գերմանական NTV հեռուստաալիքի կայքում շաբաթվա դեմքը Էրդողանի ռազմատենչ նմանակ բռնապետ Ալիևը վերտարությամբ հոդված է հրապարակվել։ Հեղինակ Վոլֆրամ Վայմերը գրում է, որ Ադրբեջանի բռնապետ Ալիևը պատերազմ է սանձազերծում քրիստոնյա Հայաստանի դեմ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորաոճ բռնապետ է, կոստյումով նավթային շեյխի, կոռումպացված մաֆիայի պարագլխի եւ գլխապտույտ խրախճանքներ հյուրընկալողի մի խառնուրդ։ Ցուցամոլ ղեկավարը իրեն թույլ է տալիս տպավորիչ շենքեր կառուցել, թանկարժեք տոնակատարություններ կազմակերպել եւ միաժամանակ կողքից հսկայական հարստություն դիզել։ Լինի դա Եվրատեսիլ երկի մրցույթը, եվրոպական խաղերը, թե Ֆորմուլա 1-ի մրցաշարը։ Ոչ մի հարթակ չի բավարարում այդ մարդուն, ով իր գլամուր կնոջ ու 3 երեխաների հետ նավթային պետությունը կառավարում է ստվերային խաղատան սկզբունքով, մահակներով եւ փայլփլուն երևակայական աշխարհներով։ Հեղինակը նկատում է, որ Ալիևի համար Հայաստանը այս պահին հարմար արտաքին թշնամի էր, քանի որ նավթի գների անկման պատճառով իր իսկ երկրում դիմադրության էր հանդիպում։ Ադրբեջանի սադրիչ գործողություններին անդրադարձել են նաև փորձագիտական շրջանակները։ Armen Press-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նշել է, որ Ադրբեջանի նախաձեռնած բլիցկրիգը տապալվեց։ Մի բան ակնհայտ է, եթե գործը հասնի Հայաստանի սահմաններին, Ռուսաստանը կաջակցի պաշտոնական Երևանին, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Տարասովը չի բացառել, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման դեպքում այլ երկրներ եւս միանան այդ գործընթացին։ Իր հերթին ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական քաղաքագետ Ելենա Սուպոնինան Взгляд պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ի սկզբանե Թուրքիան ներքաշված էր Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ապակայունացնելու գործում։ Անկարան իրավիճակի սրման հենց սկզբից զբաղեցրեց միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշում։ Թուրքիայի գործողությունները եւ հայտարարությունները Ադրբեջանին դրդեցին ավելի կտրուկ եւ ռազմատենչ գործողությունների։ Սուպոնինան նաև պատահական չի համարել, որ ռուսական կործանիչի խոցելուց եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելուց հետո Էրդողանը առաջինը հենց Ադրբեջան այցելեց։ Վարդան Հովսեփյան, Հայլուր։